Ողջույն, 168 Live-ի եթերում այս երեկո զրուցելու ենք մի թեմայի մասին, որը առավել քան արդիական է այսօր մեր իրականությունում։ Խոսելու ենք բլոգինգից, որովհետև զրուցակիցս բլոգեր Հովիկ Հակոբյանն է։ Բարի երեկո, Հովիկ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ իմ տաղավարում ես ու համաձայնել ես։ Ձեզ կրկին շնորհակալություն հրավերի համար։ Վերջի շրջանում ծավալված իրադարձություններից ելնելով կարծես թե բլոգերները մեկուսացել են, այլևս չեն ուզում խոսել, չեն ուզում մասնակցել հաղորդումների, ինչով է դա պայմանավորված։ Անկեղծ ասած չգիտեմ, որովհետև ես ինքս ոնց որ մեկուսացվել եմ ինքսինձնով, ու ինքս ինձնով եմ վարում իմ վլոգները, այնպես չստացի, որ ես վատ իմաստով եմ ասում, որ չեմ ցանկանում կամ իրանք չեն ուզում շփվել իմ հետ, այլ պրոստը չի առնչվել ինչ-որ բան, որպեսզի ես իրանք հետ շփում ունենամ ու հասկանամ այդ ամեն ինչը ոնց է կատարվում։ Ժամանակին տեսնում էինք քո ու մեկ այլ բլոգերի Ալեքսի ակտիվ համագործակցությունը, միասին հանգիստները, այժմ բացակայում է այդ համագործակցությունը։ Այժմ ոչ թե բացակայում է, այլ մի քիչ ես խնդիրներ ունեցա անձնական, ընտանեկան, ասես դադար տվեցի ու սկսեցի փակվել ինքս ինձնով, որտեղ շատ խնդիրներ եմ ունեցել ու փակվել եմ ամեն ձև, համ Instagram-յան էջով, YouTube-յան, TikTok-յան էջով գրեթե ամիսներով չեմ մտել, ոչ լայվ, ոչ վիդեոներ եմ տեղադրել։ Ես ինքս ինձնով մեկուսացվել եմ ու չեմ շփվել ոչ մեկի հետ։ Ես Ալեքսի հետ շատ լավ եմ, Ալեքսի իմ ընկերն է, մենք իրար հետ լավ ենք, նույն ձև ոնց որ կա։ Ուղղակի կարող է այն ժամանակ, որ եղել է ինչ-որ sense ակտիվություն, դրանք հա մի քիչ մարվել խնդիրներից ելնելով։ Լավ, գանք սկզբից։ Ո՞րն էր այդ շարժիչ ուժը, որ դու որոշեցիր, որ պետք է զբաղվես բլոգինգով։ Դա 2018 թվականին, երբ որ ես գնացել եմ ծառայության, այդ ժամանակ փոքր ժամանակվանից եթե սկսենք, ես միշտ ցանկացել եմ որպեսզի ինձ ճանաչեն, ինձ իմ հետ կամ նկարվեն, սենց միշտ ունեցել եմ ոնց որ տենց ինչ-որ բանի կարիք, ուշադրության միգուցե կարիք ունենայի, ու 2018 թվականին որ գնացի ծառայության, 19 թվականին արդեն սկսեցի ծառայության ժամանակ տեղադրել վիդեոներ։ Դրանք համ լիքը արդեն նկատողություններ եմ ստացել այդ ժամանակ, բայց հենց ծառայությունից վերջացել եմ 2020-ից սկսեցի։ Ահա որ շատ եմ սիրել, իմ ընտանիքս դեմ ա եղել, որտեվ անընդհատ տեղադրելով տեսահոլովակներ, տեսել եմ վատ մեկնաբանություններ, ապրելով Արցախում մի քիչ շատ ուրիշ ձև են մարդիկ նայել այդ մեկնաբանությանը, ծնողը մի քիչ նեղվել է, բայց ես դեմ եմ գնացել բոլորին։ Ինձ տարել են, որպեսզի ես սովորեմ քաղաքաշինական կադաստր, գնացի, մնացի ու փախա։ Ես տեղափոխվեցի Երևան, որպեսզի սկսեմ այստեղ, որտեվ հասկացա, որ այնտեղ ինձ խեղդում է այդ ամեն ինչը, որտեվ անընդհատ ծնողի կողմից, կլինի թե ընկերական շրջապատի կողմից մի արա քեզ չի սազում, Արցախցուն վայել չի, բայց ես ամեն ինչին դեմ գնացի ու հիմա ուրախ եմ, որ ես ինքս գնացի այդ ամեն ինչին դեմ, որտեվ հիմա ես այն կետում եմ, որտեղ որ ինձ պետք է լինեն ու դեռ լինելու են ավելի լիքը հաջողություններ։ Յուրաքանչյուր ոք ինչ որ քայլ անելուց, ինչ որ բանի ետևից գնալուց ունենում է իր առջև դրած նպատակ։ Քո նպատակը զբաղվել բլոգինգով միայն այն էր, որ ունենայիր հայտնիություն, թե կար կուտակված ինչ որ ասելիք, որ պետք էր փոխանցել, կամ չգիտեմ, բարձրաձայնել առօրյա խնդիրներ, ո՞րն էր քո նպատակը։ Չէ, իմ նպատակը ավելի շատ ճանաչում, սիրվել ու այն որ ես դուրս եմ գալիս, նկարվում են, մոտենում են, ճանաչում, այդ իմ համար լրիվ այլ բան էր, որովհետև ինչ որ խոսք չեմ ունեցել, որպեսզի ես արտահայտվեմ։ Եթե լիներ այդ խոսքը, ես գրեթե արդեն 7 տարի զբաղվում եմ բլոգինգով, ավելի խորացված արդեն մի 5 տարի, ու ես այդ խոսքը արդեն կասեի վաղուց, բայց ոչ, ես ավելի շատ որպես սիրողական, որպես հոբի ու միշտ ցանկացել եմ, միգուցե մանկուց ունեցել եմ ես այդ ուշադրության կարիքը, որ ես ցանկացել եմ, որ միշտ ինձ տենց սիրեն կամ խոսքի նկատեն մարդիկ։ Հիմա ես արդեն բավարարված եմ նրանով, ինչ հիմա կա, որ այն ճանաչումը, այն ձեռքբերումները, ինչ ունեմ ես, ինձ արդեն բավականին են։ Խիստ անձնական բան եմ հարցնելու, դու արդեն մի քանի անգամ քո խոսքում նշում ես, որ ունեիր սիրված լինելու հայտնիության խնդիր։ Ինչպիսի ընտանիքում ես դու մեծացել, արդյոք ընտանիքում դու ունես մանկական տրավմաներ։ Ընտանիքում մեծացրել է ինձ իմ տատիկը ու իմ մաման, փոքր ժամանակվանից չեմ ունեցել հայր, հայրս 2 տարեկանից լքել է ինձ, ու տրավմաները դպրոցական ժամանակվանից, երբ որ զզվում էին ինձ կպնեին, քանի որ ես ունեի մայրմնից այրվածք, տենց միշտ ինձ ամեն ինչը եղել է, ես մտածում էի ինչի համար, սենց պետք է լինի։
ոչ մեկ չէին խաղում իմ հետ, չէին ուզում, սենց միշտ ինձնից ծեծում էին կամ միտեղի ինձ իմ կյանքը սենց եղի, ես միշտ չեմ բացվել, առաջի անգամա որ բացվում եմ ձեր եթերում, անգամ իմ հետևորդների հետ միշտ չեմ խոսացել։ Մանկությունս սենց հանցել իմ մայրիկս աշխատելով, ավտոմեքենա լվալով, ինձ սենց պահե մեծացրել է։ Իմ տատիկս նույնպես հիմա այս կյանքում ունեմ մի հատ տատիկ ու մի հատ մայր, ու ես շնորհակալ եմ իրանց, որ դաստիարակել են այսպիսի երեխա, ես թեկուզ դրսում մեծանալով, թեկուզ ինչ որ բան կարիք ունենալով, ես ինչ որ քայլերի չեմ գնացել, որ հիմա ես լինել լրիվ այլտեղ։ Հայրիկի հետ շփում չկա։ Ոչ, չեմ էլ ցանկանում։ Իմ մամայս համ պապայ, համ մամայա իմ համար։ Նույն դպրոցական տարիներին, երբ այդ ամենը տեղի էր ունենում քեզ հետ, արդյոք չունեիր ցանկություն գալու մայրիկից պահանջելու, որ կապ հաստատի հայրիկի հետ, խոսելու նրան, տեսնելու։ Չէ, որովհետև ես երևի 8 կամ 9 տարեկանից այնքան հասուն եմ եղել արդեն այդ տարիքում, լիքը երեխաներ այդ տարիքում բան չէին հասկանում, բայց ես այնքան էի հասկանում, որ իրավիճակը ընդունում էի այնպես ինչպեսին որ կա, ու հասկանում եմ, որ տենց է, ու հա, նեղվում էր, որ ուրիշների հայրիկները գալիս, սենց նողական ժողով գնում են կամ ինչ որ մեկը քեզ նեղացնում էր, իրանց հայրիկին բերում էին, հա, իսկ ինձ չունեի էդի։ Ես կամ ինքս անում էի այդ ամենը, կամ իմ ծնողի մամայիս էի կանչում գալիս էր։ Իմ համար շատ տենց խորհուրդ է մարդը դողում էլա ձեռքս, չեմ ուզում շարունակեմ շատ։ Այսօր եթե հանդիպեիր հայրիկին, ինչ կասեիր Հովիկ։ Չի ցանկանա։ Անկամ բառ չեմ ուզենա ասեմ։ Որտեղ ասել բառեր արդեն անիմաստ է։ Այսօր տեսնում ենք, որ մեր երիտասարդությունը իրեն փորձում է գտնել հենց այդ ոլորտում։ Արդյոք յուրաքանչյուր ոք կարող է զբաղվել դրանով։ Դու որպես բլոգեր, ինչ ես կարծում, յուրաքանչյուրը ով ունի հեռախոս կարող է վերցնել ու սկսել խոսել կամ ինչ որ բաներ նկարել, թե այնուամենայնիվ պետք է ունենալ միտք, գաղափար, տեսլական։ Միանշանակ։ Հիմա մենք TikTok-յան հարթակում նայում ենք, TikTok-ը այնպեսի հարթակ է, որտեղ ինչ տեղադրես կարա միլիոնավոր դիտումներ հավաքի, բայց միլիոնավոր։ Չէ, ես մի փոքր համաձայն չեմ։ Հիմա կարողա եւ դու նեղանաս եւ քո գործընկերները, բայց այդպես չի։ TikTok-ում եթե տեղադրում ես ինչ որ լուրջ արժեքավոր ինչ որ բան, դա չի դիտվում։ Պիտի անել ինչ որ բան, որը շատ թեթև է, որը չունի բովանդակություն, դա կդիտվի միլիոնավոր։ Հիմա ես դրա համար եմ ուզում խոսամ։ TikTok-ում կան լիքը մարդիկ, որոնք որ նկարում են վիդեոներ, տեղադրում են ու հավաքում են միլիոնավոր դիտումներ, որոնք որ նայելն անգամ աբսուրդ է, որ դու չես ցանկանում դիտել։ Ասածս նրանում նա կայանում, որ TikTok-ը այնպեսի հարթակ է, որ ամեն վիդեո կարա պահի տակ արդեն ռեկում լինի ու մարդիկ տեսնեն, բայց դիտումներով չի որոշվում դու կլինես բլոգեր կամ չես լինի, այլ դիտողների այդ սիրելուց, հա, ինչքան դու կսիրվես, ինչքան քեզ կսիրեն եւ ինչքան քեզ տեղ կտան։ Մեկը ես իմ համար ասեմ, ես սկզբից որ նկարում էի, ես ահա որ շատ քննադատվում էի, ահա որ շատ։ Ոչ մի տեղից ինձ ոչ կանչում էին, ոչ մի գովազդներ, չէին սիրում մարդիկ ինձ։ Ես ժամանակ արդեն կամած հասկացա ինչն է սխալ, որ ինչը պետքա չարվի, ես արդեն սկսեցի դրանք չանել։ Իսկ ինչ վերաբերում է որ ամեն ոք կարող է լինել բլոգեր թե ոչ, կարա։ Ես համաձայն եմ, որտեղ յուրաքանչյուր մարդու ներսում կա մի տաղանդ, յուրաքանչյուր մարդ ունի իր ներսում ինչ-որ մի բան, եթե ինքը եւ ես բոլորին եմ անգամ խորհուրդ տալի, եթե իրանք ցանկանում են զբաղվել կամ կոմպլեքսավորվում են հանրությունից կամ իրանք ընտանիքը չի թույլ տալիս, ես կցանկանայի չլսեն։ Եթե դուք ձեր ներսում ցանկանում եք, որպեսզի դուք դառնաք բլոգեր, դուք պետքա քայլեր անեք, բայց ոնց որ դուք եք շեշտել, խոսքը, միտքը իհարկե կարևոր է, որտեղ հենց դիտորդը նայում է քո խոսքին։ Ես նայում եմ լիքը բլոգերների, կա բլոգեր, որ էլի սիրված է, էլի դիտվում է, բայց կա բլոգեր, որը որ կրթված է, իրան ես ավելի շատ եմ դիտում, որտեղ ինչ որ չափով ես ինքս փորձում եմ սովորել, լիքը բաներ սովորում եմ ու նույնիսկ ես եմ սկսում վարվել։ Դրանք շատ կարևոր է, որտեղ յուրաքանչյուր մարդու, ովքեր որ խոսում են կամ նկարում են, չես կարող ասես, այս մարդը բլոգեր է։ Այլ է։ Այ այդ հարյուրավորների մեջ դու քեզ ինչպես ես առանձնացնում, ո՞րն է քո առանձնահատկությունը, որ հետևորդը պիտի ընտրի հետևել հենց քո էջին։ Ես իմ վիդեոներում կամ իմ լայվերում հենց, երբ որ ես անում եմ իմ լայվերը տարբերվում է այն մարդկանց լայվերում նրա համար,
ես հայհոյանքներ երբեք իմ լայվերում չեմ հնչեցնում։ Ամեն առաջինը, որտեվ ցանկանում եմ, որպեսզի ինձ դիտեն ընտանիք։ Այսինքն ամուսին եւ կին, երբ որ նստած լինեն, կարողանա կինը իմ էջից մտնի ու կարողանա դիտի։ Տհաճ չլինի, չմտածի, որ պահի տակ կարող է ինչ-որ մի հատ հայհոյանք հնչեցվի ու ինքը ամաչի։ Ու նույնիսկ արում եմ անգամ վիդեոներս, երբ որ վիդեոներ եմ տեղադրում, ինչը որ առողջ է, ասում եմ առողջ է, ինչը որ առողջ չի, ասում եմ առողջ չի։ Նույնիսկ ես նկարում եմ ուտելիքների վլոգներ։ Ես Երևանում ինչքան ռեստորանային ցանցեր կա, սննդային կետեր կա, գնում եմ, անունը տալիս եմ ու փորձում եմ տվյալ ուտելիքը։ Եթե տվյալ ուտելիքը լինի վատ, ես տեղում ասելու եմ վատն է այդ ուտելիքը։ Իսկ եթե նրանք քեզ միլիոնավոր դրամներ տան։ Չէ, ես հիմա վարում եմ այդ վլոգը։ Ես եղել ա տենց դեպք, երբ որ ինձ տրամադրել են գումար, ես նկարել եմ վիդեոն, տեղադրել եմ իմեջ ու ասել եմ, որ լավը չի, իմ հետ վիճաբանել են, ու չեմ կարող հնչեցնեմ անունը, իմ հետ վիճաբանել են, տենց չի, ես բացատրեցի, որ իմ էջում այդպես չի։ Եթե ես գովազդ եմ նկարում, համովա լավն է, չի կարող լինի, եթե հետի լավը չի։ Եթե լավը լինի, նույնիսկ ես հիմա դեմքից խնամք եմ անում, ստորի տարբերակ տեղադրեցի, որ խնամքը կփորձեմ, ձեզ կտեղեկացնեմ, եթե լավը լինի, կասեմ։ Իսկ ինչ որ օրինակ սննդի հետ շատ բաներ չի, որտեվ կամ մարդ ուրիշ ձև ասում է ուտելիքը ուրիշ ձև, ես ներկայացնում եմ էսի, որ իրոք լավը չի լինում, եթե լավը չի, պետքա ճիշտը ասես։ Որտեղ քեզ ինձ դրա համար սիրում են իմ հետևորդները։ Այսինքն ազնվությունը քեզ օգնում է։ Այո։ Իսկ քեզ համար ո՞րն է կարևոր՝ քո նկարած նյութի բովանդակությունը, թե դիտումների ու լայքերի քանակը։ Բովանդակությունը, եթե բովանդակությունը լավ լինի, դիտումներն էլ լավ կլինի ու նույնպես լայքերն էլ շատ լավ կլինի։ Չեմ կարողանում պատկերացնել ձեր գործունեությունը այնպիսին է, որ դուք վաստակում եք հենց այդտեղ։ Արդյոք էս քո նշած վերջին 5 տարիների ընթացքում, երբ դու ակտիվ գործունեություն ես ծավալում, չի եղել, որ կատարես ինչ որ աշխատանք Instagram-ում, TikTok-ում հանուն գումարի։ Եղել է միանշանակ, հենց Որ գովազդներն քո սրտով չի, բայց դու դա անում ես։ եղել է։ Եղել է, որ ես եղել եմ շատ ծանր վիճակի մեջ, ինձ առաջարկել են գովազդ, որտեղ որ ես պետքա բարիք դնեի, կանացի հագուստ հագնեի, որը որ ես արել եմ դրանք ժամանակին, բայց երբ որ մի քիչ ես հասունացել եմ, իմ մոտ առաջացել են կոմպլեքսներ։ Այսինքն ես ամաչում եմ, մի քիչ սկսում է ինձ իմ կերպարը դուրս չգալ ու արել եմ էդի գումարի դիմաց, որտեղ ես դրա կարիքը շատ ունեի, բայց ոչ մեկ չէր նկատել, որ ես էդի անում եմ չցանկանալով։ Ինչպես նշեցիր, նաև շատ են քննադատությունները ձեր գործում։ Այդ քննադատությունները Հովիկին մոտիվացնում են, թե կոտրում են։ Մոտիվացնում են, ավելի ուժեղ եմ դառնում։ Սովորական լայվի ժամանակ, երբ որ ինձ վատ մեկնաբանություն են գրում, ես 3 ժամ ավել եմ նստում։ Ինչ չեն կարող կոտրեն։ Այնտեղ շատ հաճախ լինում են նաև անձնական վիրավորանքներ, անձնական վիրավորանքներ, ընտանիքի հետ կապված, մայրիկի լուսանկար դնել, վատ մեկնաբանություններ գրել, լուսանկարի վրա վատ բաներ գրել ու գալ։ Ես լինում եմ լայվում, լայվի ժամանակ կտեղադրեն իմ մայրիկիս լուսանկարը, վատ բաներ կգրեն ու կգան։ Այսինքն իրանք հասկանում են քո թույլ կողմը եւ ցանկանում են այդտեղին կպնեն։ Բայց ես այնքան ուժեղ մարդ եմ, որ ես դրանք էլ չկարացավ ինձ կոտրի։ Մեր օրերում գաղտնիք չի նաեւ, որ հաճախ մեր բլոգերները օգտագործելով իրենց հետևորդների բանակը փորձում են այս կամ այն քարոզչությամբ զբաղվել։ Դու ո՞նց ես նայում դրան ու արդյոք դու ներգրավված ես այդ ամենում։ Ես ներգրաված չեմ, ես ունեմ իմ 100,000-ավոր հետևորդները եւ իրանցից առանձնացված եմ, այսինքն թե ինչ որ մեկը համախմբվում են բոլորը, եթե լինում է դեպքեր, որ ես հասկանում եմ, որ իրոք պետքա համախմբել մնացած բլոգերներին, ես համախմբվում եմ եւ իմ օգնությունն եմ ցույց տալիս, այսինքն պաշտպանում եմ տվյալ մարդկանց, եթե ճիշտ է։ Այսինքն այն մարդկանց ճիշտ չեմ, եթե ճիշտ չի, ես ասեմ չէ, ճիշտ համաձայնվեմ, չէ, եթե իմ դուրը եկավ, ես իրանց կողքը կլինեմ, դուրս չեկավ, ես չեմ խառնվի, ես իմ աչքս կքաշեմ կողքի, ես իմ հետևորդների հետ։ Հիմա վերջին իրադարձությունների հետ կապված դիրքորոշումը չեմ դիտել շատ, ուղղակի լսել եմ, որ sense դեպքեր է տեղի ունեցել,
Միանշանակ ես իմ ընկեր բլոգերների կողքին եմ։ Ճիշտ չեմ համարում այն վերաբերմունքը, ինչ ցուցաբերել են, որտեղ կարա մեկ ուրիշի հետ կապված լինի կրթության հետ կապված խնդիր, բայց մեկ ուրիշինը լրիվ այլ դեպք լինի։ Ոնց ես նայում նրան, որ հիմա 100,000-ավոր հետևորդներ ունեցող բլոգերներ նկարահանում են ծաղրական, պիտակավորող հոլովակներ մարդու մասին կամ մարդկանց մասին, ովքեր փառավոր ուղի են անցել, ունեն հետագիծ։ Արդյոք դա ճիշտ է։ Բանակով ձեր սերնդի շատ սիրելի բառերից մեկն ասեմ, հա, բուլինգի ենթարկել մեկին, կարելի է։ Ճիշտ ու սխալը էդի մեր որոշելունը չի, բայց դուք դա անում եք հիմա։ Խոսամ, հա։ Ճիշտ ու սխալը այդ ոչ թե մեր որոշելունն է, մենք որոշենք ճիշտ է թե սխալ է, բայց պետք է հասկանանք, որ դիմացինն էլ սովորական մարդ չի, ու դիմացինն էլ ունի անցած ճանապարհ, ու եթե ինքը գտնվում է այդ կետում, ուրեմն ինքը հասել է այդ կետին, ինչ որ դժվարությունով կլինի կամ արժանացել է այդ ամեն ինչին։ Այսինքն մի փոքր հարգանքը գոնե ցուցաբերել, ես էդի կընդունեմ հարգանքը ցուցաբերել, բայց քանզի ես ընդհանուր չեմ դիտել, ես հասկանում եմ դուք ինչ եք ասում, ընդհանուր չեմ դիտել, ես չեմ կարող մեկնաբանություններ թողեմ։ Այ երբ որ ես դիտած լինեի, ես հիմա մեկնաբանություն կթողեի այստեղ։ Ճիշտ է թե սխալ է։ Գանք կրկին քո գործունեությանը, հո։ Եղել է պահ, որ պետք է ինչ-որ բան նկարել, հրապարակել, բայց ոչ մի գաղափար չի գալիս մտքիդ։ Հա, ինչ է սա։ Շատ է եղել։ Ցանկացել եմ կոնտենտս փոխեմ, ավելի հետաքրքրացնեմ, որտեվ անընդհատ ես այն ժամանակ նկարում եմ մենակ ուտելիքների վիդեոներ, հասկանում եմ ձանձրանում է, ես փորձեցի փոխեցի արցախյան հումոր, հետո ասեցի փոխեմ մեկ այլ բան, եղել է ժամանակ, տեսախցիկը դրել եմ, ցանկացել եմ տեսահոլովակ նկարեմ կամ ինչ-որ բան, հասկացել եմ, որ չեմ կարող։ Չի ստացվում իմ մոտ։ Խոսքս չի ստացվում, սկսում եմ կակազել, բայց ես իմ վրա միանշանակ սկսել եմ աշխատել, որպեսզի հետագայում այդպիսի խնդիրների չառնչվեմ։ Արի մեզ դիտողներին հիմա բացատրենք, ինչ աշխատանք է թաքնված այդ մի րոպեանոց ռիլի ետևում։ Դու որքան ես աշխատում, որպեսզի ստեղծվի այդ մի րոպեանոց տեսանյութը։ Խոսեմ 1 կամ 2 տարի առաջ, հետո հիմա կասեմ։ 25-ից 30 րոպե ես տանջվում եմ, որպեսզի նկարեմ մի հատ վիդեո 3 րոպե կամ 2 րոպեանոց, անդադ նկարում եմ, սենց բացատրեմ, կոմպլեքսավորվում եմ տեսքիցս, ֆիլտր եմ փոխում դնում տեսքիս համար կամ վայ այս հագուստը այստեղ է, էսի ինչի է, սենց փոխում եմ լրիվ տեսքը, տամ իդեալական ու նստում եմ ու փորձում եմ նկարել, այտենց 25-ից 30 րոպե տևում էր, մարդիկ կան, պատկերացնում են սենց։ Բլոգերները տեսախցիկակում հեռախոսը դնում են, սենց բարև ձեզ, ես հովիկն եմ, սենց, վсё, պրծավ։ Ու հեշտ են պատկերացնում, բայց հեշտ չի, որովհետև առաջինը բոլորս գիտենք տեսախցիկի այդ աշխատանքը ինչ դժվար է, հատուկ դրա համար մարդիկ դասընթացներ են անգամ գնում անցնում։ Ներկայիս դրությամբ տևում է մի 5 րոպե, որովհետև արդեն սովորում եմ, մոնտաժն է տևում, 10 րոպե մոնտաժ եմ անում, մինչև այստեղ գալն էլ տեղադրել եմ վիդեո, մոնտաժ եմ արել, տեղադրել, որ գնում եմ հարցազրույցի, չեմ շեշտել դերևս որտեղ։ Շատ դժվար է, թող ոչ մեկ չպատկերացնի, որ հեշտ է, որովհետև երբ որ դու մտնում ես հարթակ, TikTok-յան թե Instagram-յան հարթակ, դու ցանկանում ես վարել բլոգ, դու պետք է իմանաս, որ քեզ շատ դժվար ճանապարհ է սպասում, որովհետև ինչքան է դու լավը լինես, քննադատողներ լինելու են, մեր տարում էլ մենք գիտենք, որ լիքը մարդիկ չեն կարող դա ընդունեն, իրանց համար դա շատ ծանր բան է, անգամ մեկ հատ վատ մեկնաբանությունը։ Դե առողջ քննադատություն պետք է ընդունել, բայց ցավոք ունենք նաև մարդիկ, ովքեր շատ ծանր ուղղակի գրում են, ուղղակի գրում են, հաշվելով թե ինչ է։ Հա, կան մարդիկ, ովքեր ինձ հետևում են 4-5 տարի, ես նայում եմ, ստուգում եմ, իրանք հետևում են ինձ շատ շուտվանից, գալի վատ բան ագրում գնում։ Ասում իսկ ինչի համար, պրոստը սիրտս տենց ուզեց, ինչ ասես։ Երեխաներ են կամ չգիտեմ, մարդիկ, որոնք որ կյանքում ինչ-որ հաջողության չեն հասել, միշտ նայում են այն մարդկանց, ովքեր որ հասնում են հաջողությունների, ցանկանում են ինչ-որ մի բան ասել, այդ դիվանին նստած մարդիկ են, որ չեն ուզում տեղից շարժվեն, ինչ-որ մի գործողություն անեն, ինչ-որ մի աշխատանք անեն իրանց վրա, որպեսզի փոխվի իրանց կյանքը, ավելի երջանկանան, ավելի լավ լինի։ Ես տենց չեմ, ես ամեն օր իմ վրա ինչ-որ մի բան ցանկանում եմ փոխեմ, որպեսզի ես ինձ ավելի լավ զգամ։ Հայաստանում
հնարավոր է բլոգերությամբ ապրել։ Այլ աշխատանքով չզբաղվել։ Եթե մեջբերենք մենակ գովազդները, հնարավոր է, եթե պահանջված ես։ Այսինքն բլոգերների մեջ օրինակ հիմա ինձ գովազդային առաջարկներ ես ընդունում էի, բայց շատ առաջարկներ չէին տալիս ինձ գովազդային, ես ցանկանում եմ ընդունել, ես շատ ակտիվ էջեր ունեմ, իմ TikTok-յան, Instagram-յան էջերս բոլորը շատ լավ ակտիվ է, բայց երբ որ դու մի քիչ քննադատված ես լինում հանրության կողմից, իրանք այդ քննադատությունը ընդունում են այնպես, որ կարա իրանց ռեկլամը, իրանց գովազդը սենց վարկաբեկվի, էֆեկտ ունենալ, հա, հակա էֆեկտ ունենա, բայց իրանք չեն մտածում, որ տվյալ բլոգերը կարա այնպիսի գովազդ իրանց տա, ես մեր կայացրությամբ մենակ սննդով եմ զբաղվում, այսինքն սննդային գովազդներ, ուտելիքների, որտեղ ես հասկանում եմ, որ իմ հետևորդները ինձ այդպես են ընդունում, ոնց որ սկսվել է, տենց ընդունում են, բայց եթե դու լինես պահանջված գովազդներում բլոգեր, այո, կարող ես առանց ոչ մի աշխատանքի, նայած քո գինը, գովազդային գինը ինչքան է, ապրել նորմալ։ Կա գին հանուն որի դուք գովազդես ցանկացած բան։ Չէ, որտեղ ես ցանկացած բան չեմ գովազդում։ Կազինոներ չեմ գովազդում, ինչ որ վարսավիրանոցներ չեմ գովազդում, ինչը որ չկա իմ սկզբունքներում։ Իսկ սկզբունքներն են դրանք խոսում, թե կարմիր գծեր ունես, որ ասենք, չգիտեմ, Ինչու՞ չէ նաև կարմիր գծեր։ Ես չեմ անում, չեմ արել, ես ինքս մեջ չեմ էլ անի։ Բայց ասում են երբեք մի ասա երբեք։ Ժամանակին եղել է այդ երբեք մի ասա երբեք, հիմա էլ չի լինի այդ ժամանակինը։ Հիմա արդեն լրիվ ուրիշ հովիկ է այստեղ նստած։ Հեռախոսի էկրանին երևացող ու ամեն երեկո, չգիտեմ, TikTok-ում ողջունող հովիկն ու կյանքում հովիկը ինչքան են իրարից տարբեր։ 99%։ Դու այնտեղ խաղում ես։ Ես չեմ կարա իմ ներսը ինչ որ կատարվում է, իմ հետևորդներին էդի ցույց տամ, ինչքան էլ ես լինեմ տխուր, ինչքան էլ ես լինեմ նեղված, եթե ես մտնում եմ այդ հարթակ, ուրեմն ես պետքա ժպիտով մտնեմ, ժպիտով դուրս գամ, որտեվ ես այդ հարթակ մտնում եմ ուրախացնելու մարդկանց, ես չեմ մտնում իմ նեգատիվ էներգիան մարդկանց փոխանցելու, ոչ։ Ու լիքը մարդիկ եղել են ստրեսների մեջ ու հենց իմ լայվս դիտելով իրանք անցել են այդ этаպը։ Ռանդևուի այս հատվածում բլից։ Instagram թե TikTok։ TikTok։ Մի բան, որը կուզեիր ջնջել ինտերնետից։ Facebook։ Ինչու։ Որտեղ Facebook-ը ներկայիս դրությամբ համարվում է իմ համար շատ կներեք իմ արտահայտությանից համար շատ կեղտոտ վայր, որտեղ որ չկա չափ ու սահման, տարիքով կլինի, ինչ տեղադրում ես, ինչ ուզում ես տեղադրի, այդ մենակ իմ մոտ չի, լիքը բլոգերների մոտ նկատել եմ հայհոյանքներ ու հայհոյանքներ։ Ծերանոց է այնտեղ ես սոցենջվի գնայս չեմ ուզում։ Շնորհակալություն, ես միայն ակտիվ եմ Facebook-ում։ Կներեք։ Պրոստը այդ մի քիչ բաց մասայներ վերաբերում։ 5 տարի անց ինչ բարձունքի կամ ինչ ճանապարհի եզրին ես քեզ տեսնում։ Ընդհանրապես մանկությանս երազանքներից նաև մեկն էր, որ ես ինչ որ մի օր դառնամ հոլիվուդյան աստղ, ինչքան էլ հիմա խնդալու լինի, ինչ որ ես երազել եմ, ինչ որ երազում եմ, ես ունենում եմ, ես ունեցել եմ եւ ես ունեմ, դա ինստինկտիան է ստացվել իմ մոտ, բայց 5 տարի հետո ավելի կայացած, ավելի հասուն, ավելի ճիշտ քայլեր անող, քանզի եթե 5 տարի հետ գնանք լիքը եղել է ժամանակներ, որ լիքը խնդիրներ եմ ունեցել ու ես այդ խնդիրը ճիշտ չեմ որոշում կայացրել այդ խնդրին, որ ես հիմա լրիվ այլ կետում լինեի։ Բայց 5 տարի հետո պատկերացնում եմ կայուն կայացած մի հատ տղամարդ, որը որ ամեն ձևի ավելի առաջ է լինելու, թե այդ կլինի դերասանական ոլորտում կլինի, ինչու՞ չէ, նաև ես պատկերացնում եմ ինձ, որտեվ ես եթե չունեմ կրթություն դերասանական, բայց ես շատ լավ տաղանդ ունեմ իմ ներսը, որը որ ես բացահայտ իմ լայվերի մեջ ցույց եմ տալիս, մի օր կնկատվեք ինձ թվում է, ինձ տենց եմ պատկերացնում, չգիտեմ, լիքը բարձունքներում, լիքը, էլ ավելի ու էլ ավելի։ Հիմա երբ նայում ես կողքից քո ստեղծած կոնտենտ, ըստ քեզ տարիներ անց քեզ ինչի համար կարող են քննադատել։ Ասում են ինքնակննադատությունը լավ բան է, արի ինքդ քեզ քննադատիր հիմա։ Ես ինքս ինձ միայն մի բանի համար եմ քննադատում, երբ որ ես տեղափոխվել եմ Երևան ու շփվել եմ ժամանակին, չեմ կարող ասեմ բլոգեր,
մարդկանց հետ ովքեր որ կոնտենտ ունեն TikTok-յան հարթակում, շփվելով այդ մարդկանց հետ ես սկսեցի չսիրվել հանրության կողմից, որ իմ ամենամեծ սխալն էր, որտեվ ինչ որ սկսում ես, այտենց գնում է, բայց հիմա ամեն ինչ լավ է, շնորհակալ եմ Աստծուն, որ հիմա իմ գործերը շատ լավ է, սիրվել եմ, փորձել եմ ցույց տալ հակառակը, ինչ որ մեկին ապացուցելու բան չունեմ, ես ինքս ինձ եմ ցանկացել ապացուցեմ, որտեվ այ դրա համար եմ մենակ ես զղջում, ուրիշ ինչ որ բան չունեմ, որ շփվել եմ մարդկանց հետ, որոնց շփվելու պատճառով ինձ սկսել են ուրիշ ձև ճանաչել, չեն իմացել ես ինչ ձևի մարդ եմ, բայց երբ որ շփվել են իրականում իմ հետ, ասում են Երանի։ Եթե քո հետևորդները առանց TikTok-ի, առանց Instagram-ի, ռեալ կյանքում քեզ հետ լինեն 24 ժամ, ըստ քեզ ավելի կսիրեն, թե կհիասթափվեն քեզանից։ Ավելի շատ կսիրեն։ Հավատացեք։ Ես շատ բարի մարդ եմ։ Հովիկ, եթե այսօր անեիր Instagram-ում կամ TikTok-ում քո վերջին գրառումը, ինչը կլներ։ Վերջ, որոշել ես այլևս ջնջվել այդ հարթակներից։ Ինչ կգրեիր կամ ինչ հոլովակ կնկարեիր։ Ինչ կգրեի, կգրեի, շնորհակալ եմ, որ միշտ իմ կողքին եք եղել, ձեր շնորհիվ ես կյանքում լիքը բաներ հասկացել եմ, որն է ճիշտ, որը սխալ, ձեր շնորհիվ հասա լիքը բարձունքների, որտեղ ես կասեմ ու էլի կասեմ, ինչքան էլ իմ հետ չհամաձայնվեն, մենք բլոգերները բոլոր շնորհիվ հանրության իրանք եթե չլինեն, ոչ առաջ կգնաս, ոչ գումարդ կաշխատես, որտեղ իրանց շնորհիվ է, որ ես հիմա այստեղ եմ։ Իրանց լայքի, իրանց մեկնաբանության, չսիրելու, սիրելու, որտեղ սև PR-ն էլ մի կողմ դրած, էլի օգնում է, թե բլոգերին կլինի, թե դերասանին կլինի, թե երգիչ-երգչուն, օգնում է։ Ես շնորհակալությունս կհայտնեմ իրանցից, որ իրանք միշտ իմ կողքն են եղել ու վերջակետ չեմ դնի, հույս դնելով, որ էլի կվերադառնամ, բայց այդպես բան չլինի մենակ։ Արի այդպեսի պրանկ անենք հենց հիմա։ Տեղադրեմ, որ Այո։ Որ էլ չեմ մտնելու։ Հա, հիմա տեղադրի, որ չես մտնելու։ Խնդիր չկա։ Որոշել եմ ջնջեմ իմ բոլոր կայքերը TikTok եւ Instagram եւ չզբաղվել էլ բլոգերությամբ։ Միգուցե ինչ որ մի օր կրկին ես էլի հետ կամ, ձեզնից շատ շնորհակալ եմ, որ դուք իմ կողքին եք միշտ եղել, ձեզ շնորհիվ լիքը բաների ես հասել եմ ու ինձ թվում է մի օր կվերադառնամ ու էլ ավելի շատ բարձունքներ կունենանք, բոլորիդ շատ սիրում եմ։ Ոչ TikTok-ում, ոչ Instagram-ում վլոգներ չեն բարելու, մի 2 ժամից ես կջնջեմ իմ բոլոր էջերը։ Շնորհակալ եմ նման քաջություն ցուցաբերելու համար։ Վախ չունես, որ հետևորդներդ կարող են գնալ, թրջել։ Եթե իրանք իմ հետևորդներն են, չեն թրջի, կսպասեն ինձ։ Միշտ։ Որպես ամփոփում, վերջին հարց։ Այսօր իմ հետ զրույցում քանի տոկոս է իր անկեղծ։ Մի 80 քանի։ Անձնականի հետ կապված չցանկացա շատ անկեղծանալ։ Իսկ բլոգինգի հետ կապված 100%։ Շնորհակալ եմ քեզ, որ եկար։ Ձեզ նույնպես շնորհակալ եմ հրավերի համար։ Հիշեցնեմ, որ այս երեկո զրուցակիցս բլոգեր Հովիկ Հակոբյանն էր։ Շարունակեք հետևել մեզ ու մնացեք 168 Live-ի եթերում։